Գյումրու Շիրակ օդանավակայանից արդեն նոյեմբերի վերջին ռուսաստանյան Պոբեդա ավիաընկերությունը կարող է սկսել թռիչքներ իրականացնել, ավելի մատչելի գներով, քանի որ այդ ավիաընկերությունը համարվում է բյուջետային։ Նախադեպ է նրա, որ բյուջետային ավիաընկերությունը մուտք է գործում հայկական շուկա այն ֆորմատով, որ ինքը պետք է լինի։ Մասնավորապես կհիշեք, մենք բազմիցս խոսել ենք, որ Գյումրիի Շիրակ օդանավակայանը մենք Զվարթնոց միջազգային օդանավակայաններ կազմակերպության տնօրինության հետ մեկտեղ նախատեսել ենք զարգացնել որպես բյուջետային ավիաընկերությունների համար աշխատող օդանավակայան։ Հայաստանյան շուկա առաջին բյուջետային ավիաընկերության հնարավոր մուտքը պայմանավորված է նաև Գյումրիից թռիչքների դեպքում 1998-ից գանձվող պետական турքի կամ այսպես կոչված օդի հարկի վերացման հետ, պարզաբանում է քաղավիացիայի վարչության պետը։ Գյումրիի օդանավակայանի գները այո ցածր են, երբ մենք օրենքում փոփոխություն արեցինք եւ վերացրեցինք պետ-турքի պահանջը Գյումրի օդանավակայանից մեկնող ուղևորների վրա, որտեղ այս հարցն է քանի անգամ բարձրացվել, թե ոնց կարող է լինել այս գնի տոմս, եթե 10,000 դրամը արդեն այնտեղ է։ Անդրադառնալով գնային քաղաքականությանը, Ավետիսյանը նշեց, որ Պոբեդա ավիաընկերությունը կարող է տոմսերը վաճառել սկսած 10,000 դրամից, այսինքն մեկ չվերթի ընթացքում որոշ քանակի տոմսեր կվաճառվեն այդ գնով։ Ավիացիայի ոլորտի մասնագետ Շահեն Պետրոսյանը վստահ է, Aeroflot ռուսական շուկայի հսկային պատկանող Պոբեդա ընկերության կողմից 10,000 դրամանոց տոմսերի մասին խոսակցություններն առաջին հերթին գովազդային քայլ են։ Ավելի շուտ գովազդային տրյուկներ են արվում սեզոնային, կարող է մի երկու ամիս նման գնով իրանք տոմսեր վաճառեն, հետո նորից գան շրջանս յուր, էլի, ինչպես արեց ժամանակին Aeroflot-ը Air Armenia-ին մանանելու շուկայից վտարելու դուրս մղելու համար։ Քաղավիացիայի վարչության նախկին պետի խոսքով անհրաժեշտ եւ տեղին քայլ էր վերջապես Շիրակի օդանավակայանը վերագործարկելը, քանի որ բյուջետային ավիաընկերության մուտքը կարող է փոքրինչ իջեցնել դեպի Հայաստան եւ այստեղից դուրս ավիատոմսերի գները, որոնք բարձր են տարածաշրջանի մյուս երկրներից։ Ըստ Պետրոսյանի անպատասխան է մնում հարցը, ինչու է Շիրակի օդանավակայանը տարիներ շարունակ գրեթե պարապուրդի մատնված։ Քաղաքական կամքի բացակայություն եւ կոռուպցիան, որ գոյություն ունի այդ ոլորտում, որ ինչն խանգարում, որ դա վաղուց անեին։ Ոչինչ բան չէր խանգարում։ Այդ խոչընդոտողները ովքեր են, ես չգիտեմ։ Դրա համար պետք է մատ պարզել, ինչի պատճառով է Շիրակ օդանավակայանը պարապուրդի մատնվել։ Առաջինը դա, մինչև դա պատճառները չհասկանանք, մենք առաջ չենք կարող գնալ։ Եթե ինչպես խոստանում են իշխանությունները Շիրակի օդանավակայանը դառնա բյուջետային ավիաընկերությունների կանգառ, ապա այն կարող է մրցակցել վրացական Քութայիսի օդանավակայանի հետ, որը գործարկվել է դեռ 4 տարի առաջ 2012-ին։ Քութայիսիից այժմ ի թիվս այլ ընկերությունների թռիչքներ է կատարում նաև հունգարական Wizz Air բյուջետային ընկերությունը, որի միջոցով օրինակ հնարավոր է 15,000 դրամանոց տոմսով Քութայիսիից թռչել Բերլին։ Շահեն Պետրոսյանի խոսքով Վրաստանում այս օդանավակայանի գործարկումը ել ավելի մեծացրեց զբոսաշրջիկների հոսքն այդ երկիր։ Համեմատության համար նշենք, որ 2015-ին Հայաստան եկել է 1,190,000 զբոսաշրջիկ, իսկ հարևան Վրաստանը նույն տարում ունեցել է գրեթե 6 միլիոն այցելու։ Ինձ թվում է սա մրցակցության ինչ-որ խնդիր էլ է դրված ստեղ, որ քանի որ Քութայիսին, Թբիլիսից մեր ուղևորները մեկնում են այնտեղից իրականացնելու իրենց թռիչքները։ Պետրոսյանն այնուամենայնիվ մեկ մտահոգություն ունի՝ Պոբեդայի մուտքով հայկական ավիացիոն շուկայում ել ավելի կամրապնդվի ռուսական ընկերությունների գերիշխող դիրքը։ Բնականաբար ռուսական բոլոր ընկերությունները ստեղ թելադրում են, սա միայն ավիացիայի ոլորտը չի։